Բարին տալիս եմ, մի հատ Նիստից ինչ սպասումներ ունեք։ Ինչի է կապված, ստախոսությունը միշտ բուրի երեսին է։ Այս ամբողջ գործընթաց խապերություն է, մարդկանց ուղղակիորեն ահաբեկելու մի հերթական արար։ Խորհրդանշական է այդ հայտարարությունը 1 տարին ենք նշելու։ Հա, 1 տարին ենք նշում ճշմարտության հաղթերթի եւ ստի պարտության։ Սրբազան, վերջերս գնացել եք Մայրաթոր երկար այսպես դադարից հետո, հետաքրքիր է ձեր եւ Կաթողիկոսի հանդիպումը ինչ եղավ, հասցրել եք զրուցել, ինչ էր ասում Կաթողիկոսը։ Որովհետեւ ժամանակ էլ չունեի, ես սահմանափակ ժամանակով էր, ճիշտ պատահական ժամին էր։ Հրապարը նույնքին ողջագրվեցինք եւ հետո եկան ուղեկցեցին։ Ժամանակը չգիտեմ ինչու երևի շատ են պատահակի մասնակցում, որոշակի իմաստով գիտեն թե ժամերը ինչքան են, այդ պատճառով սխալ ժամեր էին տվել։ Այսօր Միքայել Սրբազյանի գործընթացը։ Այո։ Ես անկեղծորեն ասած ակնկալի առաջին իսկ օրվանից արդարության, արդարադատության չեմ ունեցել եւ միայն կարող եմ ասել սրտի մաղթանքը ազատություն Միքայել Սրբազյանի եւ բոլոր քաղաքացիների եւ նաեւ ավելիով մեզ համար հարյուրապատիկ ավելի ցավալի է, որ այսօր կամ 3000-րդ օրն է լրանում մեր անպատվության, գերադիր անպատվության, երբ մեր եղբայրները գտնվում են Բաքվի բանկի պարապանքի մեջ։ Գիտեք, այդ լույսի ներքո մեզ համար այս կարգավիճակները, որ գործում են, Միքայել Սրբազյան, Արշակ Սրբազյան, Մկրտիչ Սրբազյան, մեր մյուս քաղաքականավորները 2 կամ 3 Ավետիք Չալաբյանին ձերբակալել, մարդկանց խմել են կամ կալանավորել, բազմաթիվ են Անդրանիկ Թևանյան, Վարդան Ղուկասյան, անունները կար որ ծանոթ են եւ հայտնի, Արմեն Աշոտյան եւ մնացած բոլորը թողներ են, որ անուն այս բան չեմ հիշատակում, որովհետեւ այնքան շատ են, բայց մեր բոլորի սրտին հարազատ մարդիկ։ Վստահ եմ բոլորի համար այս ամբողջը ոչ մի բան է համեմատելով իրենք իրենց այդ լույսի տակ գնահատելով եւ տեսնելով թե ինչ է տեղի ունենում Բաքվի բանտերում։ Դա մեր հավաքական ամոթը չէ, անարգանքը, անպատվությունը։ Սրբազան ընտրությունների արդյունքները ինչպես եք վերագրում, ինչպես են հասնում Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ վերընտրվելուց հետո բարեփոխումները այդ մարդը ինքը պետք է բարեփոխվի, բայց բարի բառը իր հետ կապ չունի։ Ինքը պետք է փոխվի, թե քաղաքական իմաստով, թե հոգեմտավոր իմաստով։ Իրենք պետք է փոխվեն, որ մեր կյանքը ընդհանրապես բարեփոխվի։ Իրենք ինչպես ասել են, վիշապի պես զուլալ աղբյուրի վրա նստած կլանում են, քաշում են ամբողջ, թե մեր ավիշը, թե մեր պարսկա մաքուր զուլալ աղբյուրի ջուրը, եւ թե մեր կյանքը։ Այսքան ահաբեկչություն տեսել եք դուք Հայաստանի Հանրապետություն կամ ահաբեկություն ժողովրդի, մարդկանց, անհատների, գործիչների նկատմամբ երբևէ եւ եկեղեցին վրա թագնուկը սա կա լինելով։ Չկա, չէ՞, հետեւաբար գալով են առաջի մտքին, ասեմ ձեզ, որ մեր պայքարը հակաահաբեկչական պայքար է, ինչպես ասել եմ նախորդ նիստին, հակաահաբեկչական կանխելու ահաբեկչությունը, որ տեղի է ունենում մեր երկրում։ Դարձյալ կրկնեմ, մենք ահաբեկիչներ չենք եւ որևէ մեկը ահաբեկիչ չի, բայց իրենք սարսափելի ահաբեկված են այս իշխանությունները, սարսափելի ահաբեկված, չահաբեկված իշխանությունը ինչու՞ պիտի այդպիսի
հալածանքների եւ ռեպրեսիաների մասին հաճախ չունի։ Իսկ զենքը որ եք համարում, ընտրությունները Ժողովրդի կողմերը առաջանան դալի։ կառավարության վերականգնման Զենքը միջոցը, հա, միջոցը։ Արդարության վերականգնումը չունի ճանապարհ կա, այս մարդիկ պետք է հեռանան։ Կլինի ընտրություններով, կլինի ազգային ազատագրական փողոցային պայքարով, կապ չունի, անցյալ օրն եմ խոսել դրան մասին։ Հետևողական պայքար կլինի, ես չկամ, մյուսը կլինի, մյուսը չկա, մյուսը կլինի, մյուսը չկա, մյուսը կլինի, այսօր չեղավ, վաղը կլինի, վաղը չեղավ, մյուս օրը կլինի, մյուս օրը չեղավ, մյուս օրը կլինի։ Այո, եթե մեր մտքի մեջ մենք գնահատում ենք, որ մենք ազատագրության կարիք ունենք, ուրեմն այդ ընթացքը չի կարգավորվում։ Շնորհակալություն։ Ներություն ձեզ։